Բարև ձեզ, ցանկացա առանձին, այսպես ասած, պրեզենտացիա անել, որպեսզի սուրբիշ չլինի բաժանորդների համար։ Ես մեկ-մեկ բանաստեղծություններ եմ գրում, այսօր որոշեցի բանաստեղծությունները ինչ-որ մի ձևով կարդալ, էլի նույն բաների մասին է, պարզապես բանաստեղծությունների ոճով, այնպես որ չի ասի, թե շեղում է, միգուցե ոմանց ժամանակի մեջ օգտակար լինի իրենց ճանապարհը անցնելիս ավելի հեշտ ուղիներ որոնելու կամ փնտրելու կամ ավելի հեշտ անցնելու համար։ Ես մեկ-մեկ կդնեմ, միգուցե օգտակար լինի, թող մնա, չի խանգարի, այսպես ասած, ժողովուրդ ջան։ Երկրորդը դրա հետ էլի առնչվող սերունդների կրթության մասին կուզեի առանձնացնել երիտասարդության մանուկներին, ապագա սերունդների համար, այն ինչի մասին, որ ես միշտ առաջ կտանեմ այդ միտքը, որ պետք է նոր տեսակի սերունդ դաստիարակել, որի համար անհնարին ոչինչ չկա, որը եթե իր խնդիրները, իր ճանապարհը անցնելու համար խոչընդոտները դեռ չի կարող հաղթահարի, դա ընդամենը նշանակում է, որ ելքը դեռ չի գտել, ոչ թե որ ելք չկա։ Դա տարբերություն է, դա մեծ տարբերություն է, որտեղ մարդը, երբ որ մտածում է, ժողովուրդները առանձնապես, երբ որ մտածում են, որ ելք չկա, իրենք հեշտությամբ հանձնում են ու ծառայում են ուրիշների կամքին, անընդհատ սրանից նրանից դժգոհելով, ճակատագրից, աշխարհագրությունից, Աստծուց, ամեն մեկից իրարից դժգոհելով, առանց ընկալելու, որ դրա պատճառը շատ խորն է եւ հիմնական պատճառը հենց իրենց այդ ճանապարհ չտեսնելու կարողությունն է։ Դրա համար ամեն ձևով պետք է փորձել, որ երեխաները այդպիսի ոգով մեծանան, որպեսզի իրենց համար ոչ մի անհնարին բան չլինի այս աշխարհում, ել եմ ասում, եթե անհնարին ինչ-որ բան կա, դա ընդամենը նշանակում է, որ հնարը դեռ չեք գտել, չեք տեսել։ Չկա այդպիսի բան, որ հնար չունենա։ Հնարավոր է ինչ-որ պահի մեջ իրավիճակ ստեղծի, որ դժվար է հաղթահարել, դա էլ նրանից չէ, որ անհնարին է, դա նրանից է, որ մինչև այդ պահը հասունանալը մենք չենք տեսնում, թե ոնց է դա հասունանում։ Եթե մարդը իր ապրելու ձևը գիտի, եթե մարդը հասկանում է, որ իր ապագան գալիս է իր անցյալից, մարդը հասկանում է, որ իր երեկվա կամ այսօրվա կատարածներից ծնվում է վաղվա իրականությունը, այդ ժամանակ մարդը կարող է նախօրոք այնպես անել, որ այդպիսի իրավիճակները եթե անգամ հայտնվում են, ապա այնպես հայտնվեն, որ ժամանակին նկատելով հնարավոր լինի հաղթահարել կամ շեղել կամ անցնել այդ իրավիճակներից այնպես, որ ասենք ծանր հետևանքներ չունենա, նույնն էլ ազգերին է վերաբերվում, առավել ևս ազգերին, դա շատ կարևոր է։ Մեկ ուրիշ բան էլ ցանկանայի նշել, մի անգամ ազգերի մասին խոսացինք, ազգերի կառուցման, ձևավորման մասին խոսացինք, ես այնպես այնտեղ ուրիշ բան ասացի, հիմա կփորձեմ լրացնել այդ միտքը, ինչ առումով, որ նորից իմ անձնական կարծիքն է, միգուցե բոլորին չի բավարարի այդ կարծիքը, բայց ես կփորձեմ նշել, եթե մարդիկ իրենք ապրում են եւ մահանում են, ազգերը հնարավորություն են տալիս մարդկանց անմահանալ այդ ազգերի տեսակների մեջ, որովհետև մարդը ինչով է իր արժեքը կարևորում, իր արժեքներով, չէ, իր նախընտրություններով, իր մտածողությունով, իր գաղափարներով, իր տեսողությունով աշխարհի ինչպես է տեսնում, իր ընկալումներով, ու այդ ամենը ազգերի մեջ անմահանում է, քանի ազգը կա, որովհետև ազգը ինչ է, նույն ձևի մտածող մարդկանց, նույն նախասիրություններով մարդկանց, նույն երազանքներով մարդկանց, նույն
ավանդույթներով մարդկանց, նույն արժեքներով մարդկանց համախմբում է ազգը, և դրա համար է շատ կարևոր ազգի գոյությունը, դրա համար են երևի շատերը հիմա արդեն վաղուց մոռացել են, թե ինչի համար էին մարդիկ գնում այդպիսի զոհողությունների հանուն ազգերի, իրենց ազգերի, հնում թեկուզ ասենք, չէ, կան չէ, հույները, հռոմեացիները, հայերը, պարսիկները, արաբները, պատմությունը որ նայենք, մենք շատ հին ազգերը շատ օրինակներ ունեն, առանձնապես հայերը, այնց դրանից է, որ եթե քո ազգը ապրում է, անգամ եթե դու մահանում ես, բայց քո ազգը ապրում է, դու հնարավորություն ունես ապրելու քո ազգի մեջ ծնվող մարդկանց սրտերում շարունակել այդ ապրելը, քո ապրելակերպը, քո արժեքները հենց անմահացնելով այդ քո մտքերն ու քո գաղափարները, այ ազգի կարևորությունը դրա համար է, ուտելու համար չի ապրում մարդը, ժողովուրդ ջան, պատկերացրեք մարդիկ այնքան վիճակի մեջ են, այն վիճակի մեջ են ընկել, որ հիմա մտածում են լոկ գոյություն քաշ տալու մասին, կենդանական բնազդների մասին, բայց ես մի հարց տամ, ինձ թվում է այդ մարդիկ դեռ այնքան տրամաբանությունը չեն կորցրել, որ կարող են լսել այս միտքը ու իրենց մտքում մտորել այս մտքի մասին, ես այսպիսի մի հարց կտամ, ինչ տարբերություն, ասենք դուք ապրելու եք 50, 60, 70, 100 տարի, լավ, ինչքան եք ապրելու, հետո էդ վերջանում է դա, եթե դուք կորցնում եք ազգը, եթե դուք կորցնում եք ձեր տեսակում շարունակությունը, ձեր մտքի անմահությունը, ձեր գաղափարի, ձեր արժեքի անմահությունը, որը տալիս է ազգի գոյությունը, էլ ինչ կապ ունի դուք ինչքան եք ապրում, մեկը դա վերջանում է, հիմա դուք հիշում եք անցած անգամ որտեղ եք ապրել, հետո էլ չեք հիշելու, ամեն ինչ վերջանալու է, բայց ի՞նչն է մնում, չեք ուզում ոչ մի բան մնա, այդ ձեր կերածը, խմածը, ունեցածը, այդ սաղ մոռանալու է, կորելու է, գնա, ոչ մի բան չեք տանելու, ոչ էլ հիշելու են, 1000 տարի հետո ով է հիշելու, ով է ապրել կամ ինչ գիտեք, կամ եթե դուք ուզում եք ձեր սերունդները, եթե մտածում եք ձեր երեխաների մասին, եթե մտածում եք երեխաների մասին որպես կենսաբանական գոյաբանություն, ապա ինչ տարբերություն ձեր երեխաներն են, թե ուրիշների երեխաներն են, եթե ձեր արժեքները մեջները չկա, ինչ տարբերություն, իսկ եթե դուք մտածում եք, որ ձեր երեխաները, ձեր պապերը, ձեր նախնիները, չէ, այդ շարունակականության մասին եք մտածում, սերունդների ապագա իրենց մասին եք մտածում, ապա պետք է մտածեք արժեքների մասին, որովհետև էլի եմ ասում, մարդու անմահության հնարավորությունը հենց ազգի անմահության մեջ է, մշակույթի անմահության մեջ է, երբ որ դու փոխանցում ես քո ստացածը մի փոքր ավելի լավացնելով, ավելի հղկելով, ավելի զարգացնելով, նորը ավելացնելով քո կողմից, եթե կարող ես, եթե չես կարող, գոնե պահպանելով ապագա սերունդներին ու այդպես սերունդ զարգանում է մշակույթը, ես այդպես եմ տենում, որ հայ ազգի էությունը այդպես եմ տեսնում, ես հայ ազգի գոյության արժեքը այդպես եմ տեսնում, ցանկացա կիսվել ձեր հետ, կարծում եմ, որ հայ ազգը, որ ուրիշ ազգերից տարբերվում է, դա հենց նրանով է, որ մեր նախնիները այդ ամեն ինչը նախօրոք են հասկացել, պատահական չի, նրանք եթե նկատեք, նրանք քար, հեռվից դարերով, հազարամյակներով դրել են, որպեսզի այս ամեն ինչը շարունակվի, ու հիմա վերջի 2500 տարին միանգամից չէ, քիչ-քիչ մենք այնպիսի անկում ենք ապրել, որ ամեն ինչ մոռացել ենք, և եկել է այնպիսի պահ է եկել, որ հիմա ասենք մենք կարող ենք ընդհանրապես կորցնենք տասնյակ հազարավոր տարիների մշակույթը, կարող են կորցնել մարդիկ, ովքեր մտածում են մենակ այսօրվա ուտելու մասին, հագնելու մասին, իրենց ունեցվածքի մասին, որը իրենց հետ ոչ միտեղ չեն կարող տանեն, ցանկանայի այդ մտքերը արծարծել, միգուցե ոմանց լինում են, չէ, պահեր, մարդիկ հայտնվում են տատանումների մեջ, խաշմերուկներին կյանքի ճանապարհին, և միգուցե ոմանց հենց այդ խաշմերուկին պատահի ու լսելով այս ամենը, միգուցե, չգիտեմ հիմա, թե հետագայում, երբ որ կպատահի, թող հիշեն, որ
ազգերի անմահության մեջ մարդկանց անմահությունը դա նաև նույնպես նպատակ է, դա բացարձակ նպատակ չի, բայց նաև նպատակ է։ Մի անգամ ուրիշ հաղորդման մեջ նշեցի, որ արդարությունը ավելի բարձր մակարդակ է ազգայինից, էլի կրկնում եմ, ես այդպես եմ կարծում, բայց այնտեղ նաև նշեցի, որ ազգայինը ինչի համար է արժեքավոր, որովհետև ազգայինը հենց այդ արդարությանը հասնելու կոնկրետ ուղղվածություն է, այսինքն տվյալ մշակույթի անցած ճանապարհն է դեպի արդարությունը, որտեվ միակ բանը, որ մարդը տարբերում է կենդանիներից, դա հենց արդարության զգացողությունն է։ Կենդանիներն են ազատության ձգտում, բնազդաբար, ու էլի շատ բաների են ձգտում, բայց արդարությունը շատ դժվար է կենդանիների մոտ։ Կարող է լինել, դա շատ բարձր հոգի պետք է լինի, որ ասենք ծնված լինի կենդանական աշխարհում, որ մոռացած չլինի արդարությունը ինչ բան է, բայց ասենք դա ուրիշ թեմա է։ Պարզապես այսօրվա հայ մարդուն հասու մշակույթի մակարդակից խոսեմ, չանդրադառնամ արևելյան փիլիսոփայություններին, այսօրվա մակարդակով կարող եմ ասել, որ այդ ազգային մշակույթի պահպանումը, ազգի անմահությունը, ազգի գոյաբանությունը տալիս է մարդուն իր սերունդներին կենդանի չվերածելու, մարդ պահպանելու այդ երաշխիքը, դրա համար է շատ կարևոր։ Իսկ այդ բանաստեղծությունները, որ դրեցի, որ հետո էլի կդնեմ, դա նույն էլ մտքերի տարբեր տարիների 10 տարվա, 15 տարվա արանքում գրած տարբեր ժամանակներում մեկ-մեկ կդնեմ, այսօր մտքովս անցավ, որոշեցի դնեմ։ Այդքան բան, հետագայում էլի կանդրադառնամ, ես նայում եմ ստատիստիկան, պատերազմների մասին իմ դրած տեսահոլովակները այդքան էլ չեն հետաքրքրում, բայց ես կշարունակեմ դնել, որովհետև ես չեմ դնում նրա համար, որ շատ մարդիկ նայեն, ես դնում եմ, որովհետև կարևոր եմ գտնում, միգուցե հետագայում մարդիկ դա ավելի կարևորեն, այս ամենն էլ ինչ խոսում եմ։ Հասկանալի է, որ այսօր YouTube-ում, ինտերնետում այնպես է մթնոլորտը, որ մարդիկ ամեն օր այդ ծարավը զգում են, որպեսզի վերլուծական հաղորդումներ լսեն կամ ասենք ոգևորող հաղորդումներ լսեն ներկայիս քաղաքական իրավիճակի մասին կամ հանրապետությունում կամ Սփյուռքում կատարվող իրադարձությունների մասին, դա շատ կարևոր է, բայց նորից եմ ասում, ես աշխատում եմ չմտնել այդ դաշտը, որտեղ ամեն օր մարդիկ իրար ուտում են, այսպես ասած, որովհետև այդ դաշտը, որ մտնում ես, կարող ես կեղտոտվել, որը ինձ չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա, բայց կանդրադառնամ ժամանակ առ ժամանակ ընդհանուր վերլուծական մտքերով այն դեպքում, երբ որ կտեսնեմ այդ մտքերը ոչ մեկ չի արտահայտում, իսկ եթե ինչ-որ մեկը արտահայտում է, ինչ կարիք կա, որ ես արտահայտվեմ, ես այդպիսի խնդիր իմ առաջ չեմ տեսնում, քաղաքականությամբ էլ չեմ պատրաստվում զբաղվել, կարող են չվախենալ դախնչիներն ու ֆինանչիները, ես գործին չեմ պատրաստվում խփել, ինչու համար, որովհետև ես կարծում եմ, եթե ժողովուրդները պահանջարկ ունենան, հասունանա այդ պահանջարկը, միշտ էլ առաջարկը կհայտնվի, պարզապես պետք է պահանջարկ առաջանա, ես կփորձեմ օգնել, որպեսզի պահանջարկ առաջանա, իսկ առաջարկի հետ ասում եմ երիտասարդները ավելի լավ դրա ախից կգան, լավ մնացեք ժողովուրդ ջան, ուժեղ եղեք,